Եվ ահա եկեղեցին, որ չեզոք է, որ հակաքաղաքական է, ոչ քաղաքական է եւ ամենաբարձր ռեյտինգն ունի մեր պատմության մեջ նորագույն 30 տարվա ընթացքում, դարձավ թիրախը, բնականաբար ում թիրախը պիտի դառնար, ով որ ունի ընկնող ռեյտինգ, իշխանությունն է, որ ունի ընկնող ռեյտինգ, պետական իշխանության մարմինները մենք գիտենք, որ մեծամասամբ համալրված են իշխող կուսակցության մարդկային ռեսուրսով, ուզում եմ ասել մասնագիտական ռեսուրսով, բայց միշտ չէ, որ դա այդպես է, մարդկային ռեսուրսով, եւ կորցնելով իրենց վարկանիշը, իրենք կփորձեն իհարկե մարտահրավեր նետել այն սուբյեկտների դեմ ուղղությամբ, ովքեր ունեն բարձր ռեյտինգ Հայաստանում, դա բանակներ եւ եկեղեցին։ Բանակը ունեցավ խնդիրներ, այդ թվում նաև կառավարման պատճառով, իսկ բանակը պատերազմի ժամանակ կառավարվել է վարչապետի կողմից, եւ սա էլ է շատ հետաքրքիր թեմա, արդյոք ինքը իրավունք ուներ գերագույն գլխավոր հրամանատար լինելու, երբ որ Հայաստանը պատերազմ չէր հայտարարել։ Մեր Սահմանադրության համաձայն միայն այդ դեպքում է, որ վարչապետը գերագույն է դառնում, եւ առհասարակ ինչու էին մեր ռազմական ղեկավարները ընդունում իր հրամանները 20 թվականի պատերազմի ժամանակ, դա այլ հարց է, որը ինձ օրինակ շատ անհանգստացնում է, ինչու են մեր զինվորականները ենթարկվել, երբ որ Սահմանադրության չպիտի դա անեին։ Բայց այսօրվա տեսանկյունից բանակի վարկանիշը փոքր-ինչ ընկել է։ Այն դեռևս շատ բարձր մակարդակում է գտնվում եւ իսկապես օբյեկտիվորեն արժանի է դրան։ Պարտությունը չէ, որ մեր բանակի որակի մասին պիտի խոսեր։ Բանակը ինքնութենական ինստիտուտ է մեզ համար, ազգային ինքնության մի մասն է։ Եվ առաջի տեղում եկեղեցին էր։ Այն բազում իր ուղղությամբ նետված քարերի հետևանքով շատ քիչ ռեյտինգ է կորցրել, շատ քիչ, եւ եթե օրինակ ավանդաբար ունեցել է մոտ 80% վստահության շեմ բնակչության կողմից տրվող, ապա այսօր 70% է կազմում մոտավորապես։ Համատության համար իշխանության 3 ճյուղերը, դատական, օրենսդիր եւ գործադիր մարմինները միասին վերցված չեն ձգում եկեղեցու ռեյտինգին, միասին վերցված։ Իսկ ազգային ժողովը, չմոռանանք, որ մենք պարլամենտական պետություն ենք, այսինքն ազգային ժողովի ռեյտինգն է բնութագրում մեր պետության վարկանիշը, այսօր մոտավորապես 10% է ընդամենը։ Համեմատենք մեր պարլամենտը եւ հայ առաքելական եկեղեցին 70% վստահություն եւ 10%։ Եվ ահա այսօր ցածր ռեյտինգ ունեցող սուբյեկտը գնահատում է բարձր ռեյտինգ ունեցող սուբյեկտին, սա եւ տրամաբանական սխալ է, եւ անթույլատրելի է քաղաքական խաղի առումով։ Վատը լավին չպիտի գնահատի։ Եվ այն, ինչ դուք ասացիք, եւ այն, ինչ ասում է վարչապետը, թե վեհապար հայրը ունի կամ չունի երեխա, դեռ վիճելի է, բայց եթե ունի կամ եթե չունի երեխա, այդ ամենով հանդերձ իր օրոք եկեղեցին ունեցել է եւ ունի շատ բարձր ռեյտինգ։ Սա նշանակում է եկեղեցին լավ է աշխատել։ Եվ եթե լավ է աշխատել, ապա ինչ խնդիր կա։ Մեկ այլ խնդիր, եկեք համեմատենք վարչապետին եւ վեհապարին, ինչու՞ չէ։ Եթե այդ մի բարձրացված հարցի առումով երեխա ունենալ չունենալու խնդիրն է դրված, այո, վարչապետի դեպքում օրինակ կրթություն, դիպլոմ ունենալ չունենալը հարց չէ, նա չունի կրթություն եւ դիպլոմ։ Եթե խոսում ենք որակների մասին եւ համապատասխանության մասին, խորհրդային ժամանակ ասում են մասնագիտական համապատասխանություն, ապա երևի վարչապետը համապատասխան չի իր պաշտոնին եւ ոչ թե վեհապարը իր պաշտոնին։ Եկեք այդ հարցը լուծենք եւ այո, վարչապետը հետաքրքիր բան է անում, իդեպ դա սովետական մոտեցում է հանձնաժողով ստեղծելը։ Եվ ինձ զարմացնում է այն, որ հեղափոխության լիդերը դեռ սովետական կատեգորիաներով է մտածում, աշխատում է եկեղեցու դեմ, հանձնաժողովներ է առաջարկում ստեղծել։ Սա տիպիկ սովետական դիսկուրս է, կոմունիստական ընդ որում, ոչ սովետական։ Եվ նա այդ կոմունիստական հեղափոխական խոսույթն է հիմա աշխատեցնում, որը տիպիկ էր նախորդ դարի 20, 30, 40-ական թվականների համար։ Ինձ դա զարմացնում է։ Նա չունի դիպլոմ, այո, բայց գոնե իր տարիքը եւ իր անցած հեղափոխական ճանապարհը չպետք է սովետիզմ, կոմունիզմով տարապեին։ Մինչդեռ ինքը հիմա դա է անում եկեղեցու դեմ, տիպիկ հակաեկեղեցական, սովետական, կոմունիստական քայլ է։
հանձնաժողովներ ստեղծել եւ քննել, սա կոլեկտիվ դատարանն է, որը սովետի ժամանակ կար, երբ որ կոլեկտիվի ոմանք գտնում էին, որ ավելի բարոյական են, քան մյուսները եւ դատում էին կոլեկտիվի մյուս անդամներին։ Սա այդ մշակույթն է, թե ինչու եկավ եւ որտեղից եւ ինչու չմերժվեց, զարմանալի է, բայց շատ լավ մեթոդ է, եթե այդ մեթոդն է առաջարկվում, եկեք մենք նույնպես գիտնականների հանձնաժողով ստեղծենք եւ որոշենք վարչապետի մասնագիտական պիտանելիությունը, մանավանդ որ իր օրոք ռեյտինգը իշխանության իջել է, իսկ եկեղեցուն կայունն է մնացել։ Եկեք քննենք նույն ձևով, եթե նա գտնում է, որ պետք է վեհապարին քննելու համար ստեղծենք հոգեվոր արժեքներով ապրող մարդկանց մի հանձնաժողով, ապա վարչապետի մասնագիտական կարողությունները քննելու համար եկեք գիտնականների եւ մասնագետների հանձնաժողով ստեղծենք, այդպիսի մարդիկ շատ են, եւ որոշենք արդյոք նա պիտանի է վարչապետ լինելու։ Սա իմ զուտ տրամաբանական ըստեյության արձագանքն է իր կոչերին, եւ ես էլի ասեմ, որ մենք շատ զբաղված մարդիկ ենք։ Հայաստանում մի մասը բնակչության չի աշխատում, վայելում է կյանքը, բայց այն մասը, որի վրա հենված է այս պետությունը, զինվորականներ, բժիշկներ, գիտնականներ, աշխատում են օր ու գիշեր, եւ մեզ շատ խանգարում են վարչապետի այդպիսի կոչեր, մշտապես կոչեր, եկեք անենք սա, եկեք քանդենք սա, եկեք սրան դատապարտենք, եկեք սրան խանգարում են, եւ վերջիվերջո մենք ստիպված ենք արձագանքելու։ Մենք ստիպված ենք, ինչպես պրոֆեսոր Преображенскին Շանսիրտը Բուլգակովի, երբ որ դու գալիս ես, մտնում ես արդեն մեր տուն եւ սկսում ես այդ մեր տանը կարգ ու կանոն փորձել հաստատել, քո կեղտոտ սապոգներով դրսից եկած եւ որևէ բան չես ներկայացնում քեզնից, բացի հեղափոխական կոչերով տարված մարդու եւ քո տիպի մարդկանցով շրջապատված լինելով, պրոֆեսոր Преображенскին ստիպված է արդեն գործողություններ իրականացնելու եւ քեզ հիշեցնելու, որ դու շուն ես եղել։ Սա Բուլգակովն է, սա ես չեմ։ Եվ ահա այս տրամաբանությունը սկսել է արդեն գործել եւ նա գործում է ոչ թե որովհետեւ մենք այդպես ենք ուզում, այլ թե արձագանքը մեր այդպիսին է։ Իսկապես հոգնածուցիչ է, երբ որ շատ աշխատող եւ դժվար բեր առաքելություն ունեցող մարդկանց անընդհատ բզում են, հիմա արդեն նաև հոգևորականներին, հոգևորականը ճոխ կյանքով չի ապրում։ Ես չեմ խոսում էլիտայի մասին։ Էլիտան բոլոր ոլորտներում ապրում է ավելի լավ, քան մյուսները, բայց եկեղեցին էլիտա չի, նաև մեր պետությունը էլիտա չի։ Մեր պետությունը մեր հայ ժողովուրդն է, սովորական մարդիկ, եւ այդ մարդիկ ամբողջ օր զբաղված են։ Իրենց վրա են կրում բեռը, հետ պատերազմյան պետության վշտի, մեր եկեղեցին շատ ծանրաբեռնված է 20 թվից ի վեր, միջև այդ էլ բազում հասարակությունը, սթրեսը, տրավմատիկ շրջան ենք մենք ապրում, անտեսանելի բարի հանցագործությունների քանակը տեսեք, որքան են աճել, չբացահայտված հանցագործություններ, երիտասարդների ինքնասպանություններ, սպանություններ, դեպքեր անընդհատ, նույնիսկ վթարների քանակը, նույնիսկ դա, այսինքն դուք տեսեք բոլոր առումներով հանցագործությունները որքան են աճել։ Ես շատ հետաքրքիր բան եւս մի զուգահեռ անցկացնեմ, եկեղեցին չի զբաղվում սեփական PR-ով, գովազդով, մինչդեռ կառավարությունը եւ վարչապետը մշտապես զբաղվում են։ Եվ դրանով հանդերձ եկեղեցու արկանիշը եռապատիկ անգամ ավելի բարձր է։ Պատկերացրեք, եթե եկեղեցին սկսի ցույց տալ այն բոլոր բարի գործերը, որ անում է, ինչ է լինելու։ Եվ դա ցույց չի տալիս, որովհետև առաքելությունը չպիտի գովազդես։